Բոլոր ժամանակներում Հայաստանն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական նոր համագործակցությունը, 99-ամյա ներդրումային ծրագիրը համարելով Հայաստանի ինքնիշխանության հիմնական երաշխիքը։ Խաղաղության օրակարգի շրջանակում վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն արդեն մոտենում են անշրջելիության հանգրվանին։ Մենք TRIP-ը պետք է անցնենք որպես ներդրումային ծրագիր։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը չունի Ռուսաստանի շահերին վնասելու կամ հակառուսական գործընթացներում ներքաշվելու որևէ նպատակ, նաև հավելել, որ լավ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ։ Ես շատ ուղիղ եւ ջերմ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ շատ ջերմ եւ ուղիղ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Հակաեկեղեցական արշավի մասին խոսելիս նա անթույլատրելի է համարել եկեղեցու միջամտությունը քաղաքականությանը, հիմնավորելով այն ստվերային ֆինանսավորման վտանգներով։ Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Վերջում վարչապետ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ խորհրդանշական ցածր աշխատավարձով աշխատելու թեզերն իրականում արժեզրկում են պետությունը եւ այն դարձնում մասնավոր շահերի գործիք։ Միջարից ասեմ, հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան